Պարոն Բադալյան, Միքայել Սրբազանը դատապարտվեց 2 տարի ազատազրկման, սա մեծ քննադատությունների ալիք բարձրացրեց, շատերը համարում են, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին սա նախերգանք էր եւ առաջիկայում Փաշինյանը իր ընդդիմախոսներին ցանկացած ձևով լռեցնելու է, ազատազրկելու է, ինչ է կարծում, սա վերջն էր, թե ամեն ինչ նոր է սկսում։ Սա նոր է սկսում։ Ճիշտ չի ավարտում, սա ընդհանրապես մեսեջ էր եկեղեցուն, որ եթե կաթողիկոսը հրաժարական չտա, բնականաբար կարող ենք շատ-շատերի դեմ նման քրեական գործեր սարքել, բայց ամենայն հավանականությամբ իհարկե կաթողիկոսը հրաժարական չի տալու, ամենայն հավանականությամբ միջայս պահը դրա բաները չկա, արձագանքներ չկա, բայց ընտրական գործընթացը այս պահեդրությամբ ոնց որ թե հասկանում են գնալու է մոլդովական տարբերակով։ Այսինքն դա վերածվել է ընդհանրապես փորձ են անելու վերածել իշխանությունները վերարտադրման միջոցառման եւ ոչ թե տարբեր գաղափարների միջև ընտրություն կատարելու գործընթացի, երբ որ հասարակությունը ինքը որոշի, թե որ ծրագիր կամ որ գաղափարն է իր համար ավելի ցանկալի։ Ոնց որ թե տեսնում ենք, որ գնում ենք մոլդովական տարբերակով։ Բայց կհաջողվի իշխանությանը, քանի որ նոր ուժեր են հայտնվելու։ Կապ չունի նոր ուժերը։ Չէ, նոր ուժեր չեն հայտնվելու խորհրդարան, հələ պետք է խորհրդարան ձևավորվի։ Իսկ ընտրություններին մասնակցելու առումով եմ ասում, նոր ուժեր են հայտնվելու։ Սամվել Կարապետյանին մեր ձևով այսօր մամուլում հրապարակում եղավ Արման Թաթոյանի մասնակցության վերաբերյալ։ Կապ չունի, նոր ուժեր կհայտնվեն, թե չեն հայտնվի։ Խնդիրը, երբ որ ասում ենք մոլդովական տարբերակ, ինքը իր մեջ ենթադրում է, որ այդ նոր ուժերի չեզոքացման նաև տեխնոլոգիաները կան, որտեղ մոլդովական տարբերակով էլ եթե դիտարկում եք ընդեղել նոր ուժեր հայտնվեցին, բայց դա ոչինչ չխանգարեց Մայա Սանդուին, որը դե ֆակտո իշխող քաղաքական ուժի ղեկավարն է, Եվրամիության լռելյան աջակցությամբ իրականացնել իշխանության վերարտադրման գործընթաց, այնտեղ էլ նոր ուժեր հայտնվեցին, ոչ մի խնդիր չկա, բայց դա արդյունք չունեցան։ Այսինքն պետք է համակերպվել այն մտքին, որ 2026-ին իշխանությունները վերընտրվելու են։ Չէ, բացարձակ։ Ընդհանրապես պետք չէ այդ մտքით համակերպվել, ես հակառակ եմ ասում, սա գնա իշխանությունը փորձել է մոլդովական տարբերականի, իսկ ընդդիմությունը շատ հանգիստ կարող է իշխանությունը վերցնի, եթե մի քիչ ստեղծագործական կամ կրեատիվ մոտեցում դրսևորի, բայց քանի որ իշխանությունների, քանի որ ընդդիմությունը մենք տեսնում ենք առաջնորդվում է 1980-ականների վերջին 90-ականների առաջի կեսի տեխնոլոգիաներով, ընտրական պայքարի տեխնոլոգիաներով, ընդհանրապես քաղաքական պայքարի տեխնոլոգիաներով, որի հիմնական մասը այսպես կոչված լսած կլեք մարդկանց փողոց դուրս բերելն է։ Այդ փողոց դուրս բերելու տեխնոլոգիաները աշխատում էին այն թվականներին։ Հիմա այդ տեխնոլոգիաները գրեթե չեն աշխատում, բայց կամ ձևական, ասենք ուղեկցող տեխնոլոգիաների դերակատար բան է, նշանակություն ունեն, բայց քանի որ անդիմությունը ինքը չի կարողանում ստեղծագործ բան այդ կրեատիվ մոտեցում դրսևորել եւ հասկանալ, որ 2025-26 թվականների ուրեմն պայքարի քաղաքական պայքարի տեխնոլոգիաները էական փոխվել են, կոպիտացած TikTok-ի դարաշրջանում դու չես կարող միտինգով իշխանություն վերցնել։ Այ քանի որ իրանք մտքով պայքարի ուրեմն պատկերացմամբ մնացել են 1980-ականների վերջին 90-ականների առաջին կեսի մակարդակին, դրա համար իրենց չի հաջողում իշխանությունը վերցնել։ Եվ այն պահին, որ ցանկություն կունենան, ասենք դրսևորեն կրեատիվ մտածելակերպ, ստեղծագործական մոտեցում գործընթացին, շատ հեշտությամբ իշխանությունը կվերցնեն, որտեղ պետք է դրա համար ընդամենը մի քիչ այսպես ասենք, ժողովրդական լեզվով ասած ուղեղներին զոր տան, բայց քանի որ կոմֆորտ իրավիճակից չեն ուզում դուրս գան, դրա համար էլ վիճակը շարունակում է, եւ եթե այս վիճակում իրանք մնացին, այո, իշխանությունը հանգիստ կվերարտադրվի։ Այսինքն, այստեղ կախված է ընդդիմությունից, եթե կամ նրանցից ովքեր ուզում են հայ իշխանությունը վերցնել, եթե իրանք կրեատիվ դրսևորում բան մոտեցում դրսևորեն, շատ հանգիստ իշխանությունը կարող են վերցնել։ Խնդիր չի, իշխանությունը բավականին թույլ է, շատ թույլ է, որովհետև դուք պետք է ասենք, տեսնեք իշխանության ձևը եւ բովանդակությունը, դրանց միջև տարբերությունը պետք է տեսնեք, քաղաքական համակարգը պետք է ուսումնասիրեք եւ որոցե դժվարություն չի իշխանություն վերցնելու, բայց դե ցանկություն չկա։ Ավելի հեշտ է անդադ գոռալ, որ չգիտեմ, վարչապետը դավաճան է, սա է, այն է, թուրք է, սա է անում, գնալ տարբեր տաղավարներ սկսել ողբերգական ելույթեր ունենալ, թե ինչպիսի վատ գործընթաց է իրականացնում, եւ ոչինչ չանել դա փոխհատուցելու ուղղությամբ կամ ոչինչ չանել իշխանությունը
վերցնելու ուղղությամբ, խոսքը չի վերաբերում այսպես կոչված դիմադրության շարժման, սրբազան շարժման, որոնք ըստ էության իրենց բովանդակություն 80-ականների վերջին 90-ականների առաջի կեսի շարժումներ են տեխնոլոգիական տեսակետից։ Եվ եթե այս տեխնոլոգիական տեսակետից ընդդիմությունը մնաց այն նշված այն հին ժամանակահատվածում, այո, իշխանությունը որ կվերարտադրվի, հավանականություն շատ մեծ է, բայց այդտեղ իհարկե նաև դրսի խնդիրներ կան, աջակցողներ կան, Իրանի Իսլամական Հանրապետություն հենց այսօր պատրաստ է աջակցել նրանք, ովքեր որ ցանկանում այսպես ցանկանան իշխանություն փոխելուց հետո Հայաստանում ազգային իշխանություն ձևավորեն եւ Ռուսաստանի աջակցություն անել Հայաստանի մի մասը ընդհանրապես գնում է ռուսների մոտ աջակցություն խնդրելու ուրիշ բայց սեփական որևէ ուղեղը զոր չի տալ, դարձում չի տալի։ Նման դեպքերում այո կարող է իշխանությունը վերարտադրվել։ Իսկ ցանկության բացակայությունը ինչու՞վ է պայմանավորված։ Կներեք սելասեմ հատկապես երբ որ կան անդիմադիր գործիչներ, որոնք անդիմադիր են հանդես գալու, բայց իրականում տակից իշխանության համար են աշխատում, էլ դա էլ կա։ Մասնավորապես շատերը կան հիմա թողեցել հերոսատ բան այդ ոնց որ ցենտրացիաները փորձեն հասկանալ։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչով էր, պակաս ոնց ասեք, այդ իշխանությունը ցանկություն ունի, ցանկության բացակայությունը ինչով է պայմանավորված։ Դուք ասեցիք կոմֆորտ զոնայից չեն ուզում դուրս գան։ Չեն ուզում։ Դա խորհրդարանում ունեցած իրենց մանդատներն են, թե այլ բան։ Նաև երևի նաև մանդատներն են, դե հիմա գիտեք ինչ պետք է մի քիչ ուղեղին զոր տալ, պետք է բան ալի ինչի համար, երբ որ դու ունես մանդատ, քո համար գնում ես եվրոպական երկրներ, 1-2 անգամ ճիշտ է գոռում ես իշխանություն դավաճան, դրա համար քեզ ազգային ժողովում ծեծում են, բայց դրանից հետո մի 3 ամիս դու տեղդ նստում ես Նաև ստեղծագործական մտքի բացակայությունը, իշխանություն վերցնելու այդ բանը, իշխանություն վերցնելու ձգտման այդ բացակայություն, օրինակ վարչապետը խիստ մեծ ձգտում ունի իշխանությունը պահելու, ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, բայց ընդդիմության մեջ չկա, այսպես ասենք, Նիկոլ Փաշինյան, որ ամեն գնում կցանկանա իշխանությունը վերցնի, այդ է խնդիրը։